Տեր Եսայի Քահանա Արթենյանը կտրականապես հերքում է, թե Գևորգ եպիսկոպոս Սարոյանին վերագրվող սկանդալային ձայնագրությունների արտահոսքը մայրաթորն է կազմակերպել։ Մայրաթորը երբևէ նման աշխատելաոճ չունի եւ ոչ միայն դա ընդունված չէ, այլ նույնիսկ դա դատապարտելի է այդ տեսակ գործելաոճը։ Ըստ համացանցում հայտնված ձայնագրության Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ժամանակին սիրային կապ է ունեցել մի ամուսնացած կնոջ հետ։ Գևորգ Սրբազանը այդ ձայնագրությունը համարում է մայրաթորի կոմպրոմատը իր դեմ։ Այդ ձայնագրությունն է մայրաթորում, այսպես ասած, ստեղծված մի բան է, կոմպրոմատ, որ կոմպրոմատներից են խոսում, ոչ են ասի դա իշխանության ստեղծածն է։ Տեր Եսային պնդում է, որ մայրաթորն անգամ չգիտի, թե ինչ ձայնագրությունների մասին է խոսքը։ Ինչու է Փաշինյանի իշխանությանը քննադատած Սրբազան այսօր անցել նրա կողմը։ Ինչ է իշխանության ձեռքի գործիք է դարձել Գևորգ Սրբազանը։ Այս քաղաքական զարգացումների մեջ մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք անընդհատ դառնալու ենք։ Դեռ 5 ամիս առաջ էր Մասյացոտ ընթեմի առաջնորդ նահազանգում, իրեն որպես կուսակրոն հոգևորականի թիրախավորել է քաղաքական իշխանությունը։ Որպես կուսակրոն դասի ներկայացուցիչ, ես թիրախավորված եմ այս պահին ու մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը նորից կուզենամ հրավիրել այս հարցի վրա։ Արդյոք որքանով է խղճի ազատության օրենքի մեջ տեղավորում հոգևոր դասակարգի մի խմբի թիրախավորումը, ինչու է լռել։ Սրբազանի այս խոսքերին ուշադրություն չդարձրեց եւ ոչ ոք։ Հիմա նա Փաշինյանի ձեռքը սեղմած հատուկենտ հոգևորականների շարքում է։ Այժմ պարզվում է նա մայրաթորի թիրախն է։ Այս քանի օր է ամենավերջի ձեռով թիրախավորում են, փնովում են, ու այդ ամեն ինչը իհարկե մեր իշխանությունների կողմից չի, տեսնում եք դիմադիր մամուլն է ակտիվ աշխատում եւ իհարկե բնականաբար մայրաթորից է այդ ամեն ինչը։ Գևորգ եպիսկոպոսը դեռ մի քանի ամիս առաջ ասում էր, որ հակաեկեղեցական է Փաշինյանի կազմակերպած արշավը։ Նրա 5 ամիս առաջվա կարծիքի համաձայն Գարեգին II-ը ներշնչանքի աղբյուր է եղել իր եւ մյուս բոլոր հոգևորականների համար։ Իջեք վեհափարի անձի հետ կապում ամեն ինչ։ Խոսքը հայ եկեղեցուն է վերաբերում։ Խնդրում եմ մի կենտրոնացեք վեհափարի անձի վրա։ Վեհափարը իր գործունեությամբ ապացուցել է, որ նվիրումի օրինակ է։ Եկեղեցականի նվիրումի օրինակ է եւ մեր համար վեհափար հայրապետը միշտ եղել է ներշնչման աղբյուր, որովհետեւ վեհափար հայրապետի օրոք հայ եկեղեցին աննախադեպ զարգացում է ապրել, ծաղկել է։ Հիմա նա կարծում է, որ սա վեհափարի դեմ արշավ է։ Եվ կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև եկեղեցու հեղինակության վրա ազդում է նրա ղեկավարումը։ Եթե եկեղեցին սխալ ընթացքի մեջ է, մենք չպիտի այդ ընթացքը կանգնեցնենք, ինչը նշանակում դեմ ենք։ Այս ընթացքին դեմ ենք, առաջնորդության այս ընթացքին դեմ ենք, այո։ Եթե ես ազնիվ եմ, արդար եմ, եթե հայրենասեր եմ, պետականության մասին եմ մտածում, գիշեր ցերեկ, ինչի պիտի ես խուսափեմ։ Եթե ես իմ կյանքը նվիրել եմ ազգի ծառայությանը, ումից պիտի խուսափեմ, ինչ որ իշխանություններից բացառվում է։ Ինչի Գրիգոր Լուսավորիչը 15 տարի գբում փակված չմնաց, մնաց չէ։ Բանտարկված է, բայց ոչ Գևորգ Սրբազանը, այլ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Հայլուրի աղբյուրները պատմում են, որ Գևորգ ու Մկրտիչ եպիսկոպոսները հին ընկերներ էին, եւ Մկրտիչ Սրբազանի ասածը Գևորգ Սրբազանի համար օրենք է եղել։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։